Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիո լսողներին եւ ռադիոդիտողներին, դուք միացել եք Գործարար ալիքին, մեր եթերում սկսում ենք աշխատանքի ուսուցումը, տաղավարում աշխատում է Ալբերտ Ավետիսյանը, իսկ իմ այսօրվա հյուրն է հետազոտող տեխնիկական գիտությունների տեխնացու Ներսես Ներսիսյանը։ Ներսես, ողջույն։ Ողջունում եմ։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Այսօր քննարկենք թե առհասարակ ովքեր են հետազոտողները ու ինչպես նախ դու դարձել հետազոտող ու տեխնիկական գիտությունները ասվածը որոնք են։ Նախ ինչպես դարձա հետազոտող, դա մի երկար ճանապարհ է, որ ընդհանրապես սկսվում է հենց ուսանողական տարիներից, դե կախված մարդուց արդեն կարող է լինել փոքր հասակից, երբ որ դու հետաքրքրված ես գրեթե ամեն ինչում եւ ցանկանում ես խորանալ, եթե ավելի կոնկրետ ասենք տեխնիկական ոլորտում, դու ցանկանում ես խորանալ օրինակ համակարգչի աշխատանքի էության մեջ կամ օրինակ տիեզերքի կամ, չգիտեմ, աստղագիտության։ Եվ այդպես արդեն ուսանողական տարիքում, եթե այնպես է ստացվում, որ մասնագիտությունը ճիշտ ես ընտրում, այսինքն ընտրում ես այն մասնագիտությունը, որը մաքսիմալ քո հետաքրքրությունները բավարարում է, սկսում ես արդեն անցնել մի ճանապարհ։ Այդ ճանապարհը սկսվում է արդեն բնականաբար բակալավրիատով, սկսում ես արդեն տարրական բազային գիտելիք հավաքել ավելի կենտրոնացված գիտություններում, հա, ավելի օրինակ ֆիզիկա, մաթեմատիկա, հա, կամ էլեկտրատեխնիկա։ Եվ այնուհետև մագիստրատուրայում արդեն սկսում ես ավելի պրակտիկ տեսնել քո գիտելիքները ավելի կիրառական մասշտաբով, թե ինչպես կարող ես կիրառել եւ նյութականացնել արդեն քո ստացված գիտելիքը։ Իսկ երրորդ ճանապարհը արդեն երրորդ փուլը, օրինակ հենց իմ օրինակով դա ասպիրանտուրան էր, որտեղ դու արդեն սկսում ես վերցնել կոնկրետ մի նյութ հետազոտության առարկա եւ սկսում ես արդեն որևէ նորարարություն մշակել, հա, այսինքն տեսնել ինչ բացեր կան այդ ոլորտում, որը դու հետազոտում ես, եւ ստանալ մի նոր արդյունք, որը դեռևս, ավելի ճիշտ ասած, գիտական արդյունք, որը դեռևս նախկինում մինչեւ քեզ ոչ մեկ դեռ չէր իրականացրել։ Այսինքն, եթե ավելի կոմպակտ ասենք, այս ամեն ինչը մի քանի բառով, հետազոտողը այն մարդն է, որ միշտ ունի ինչ-որ հետաքրքրություններ, որոնք ունեն բավարարելու պահանջ։ Եթե հետազոտողներից մի պահ մենք գանք դեպի ավելի դպրոցական տարիք, դպրոցական տարիքից դեպի բուհ գնալու համար մեր ապագա դիմորդները ինչ փուլերով են անցնում, իրանք ինչ գործընթացներ պիտի անեն, որ հասկանան, որ այս մասնագիտությունը մեր համար ճիշտ է, որովհետև մենք անդադ նկատում ենք, որ մեր շրջապատում երեխաների համար մասնագիտություններ հիմնականում ընտրում են ծնողները։ Օրինակ դարերով եթե այդ ընտանիքում բոլորը իրավաբաններ են, իրենց երեխան պիտի իրավաբան լինի, բոլորը բժիշկներ են, բժիշկներ եւ այլն, ինչպես մեր ապագա դիմորդները կարողանան կողմնորոշվել օրինակ ձեր ոլորտում։ Այո։ Դե ընդհանրապես վերջերս, այսինքն արդեն վերջերս չէ, մոտարապես կարելի ասել մի 8-9 տարի առաջ հենց այդ նպատակով մտցվեց ավագ դպրոցի գաղափարը։ Այսինքն ավագ դպրոցում ինչ է տեղի ունենում։ Ավագ դպրոցում աշակերտը արդեն կարծեմ 11-րդ դասարանից սկսում է արդեն ավելի կոնկրետ ներառական կրթություն, այսինքն եթե ինքը ուներ հակում դպրոցական տարիքում որոշակի, օրինակ իր մոտ ավելի լավ էր ստացվում ֆիզմատ, հա, առարկաները ավելի հեշտ էր ընկալվում, կամ կար ուսանող, ավելի ճիշտ աշակերտ տվյալ դեպքում, ու մոտ ավելի հեշտ էր տրվում պատմագիտական առարկաները, կամ քաղաքագիտական, կամ իրավաբանական։ Եվ իրականում այդ հասկացողությունը, թե որն է քեզ ավելի մոտ, դա արդեն պետք է գա, այսպես ասած, դպրոցում աշակերտ ուսուցիչ փոխհարաբերակցության արդյունքում, այսինքն գուցե աշակերտը ինքը քանի որ փոքր է տարիքով երեխա ամբողջությամբ չի ընկալում, թե իրեն ինչն է այս բանը ավելի դուր գալիս կամ որն է իր մոտ ավելի լավ ստացվում, նա ուղղակի անում է եւ ստացվում է։ Այդ պատճառով այստեղ արդեն ուսուցիչները պետք է հստակ ֆիքսեն, նկատեն այս երեխայի մոտ ինչ ընդունակություններ կան, ծնողների հետ որոշակի աշխատանք կատարեն եւ ուղղորդեն, ասեն, որ հետագայում արդեն ավագ դպրոցում ձեր երեխան լավ կլինի արդեն այս ուղղվածությունը ընտրի, քանի որ ես իր հետ աշխատանքի ընթացքում նկատել եմ իր մոտ այսինչ ընդունակությունները։ Իհարկե, ավագ դպրոցում հենց այդ հմտությունների զարգացման համար է, ավելի ճիշտ ասած անհատական, հա, օրինակ մի երեխայի մոտ ֆիզմատ, մյուսի մոտ արդեն հումանիտար, եւ եթե նայենք տեսականորեն, հա, ինչպես
թղթի վրա է գրված, պետք է այնպես լինի, որ բուհ ընդունվող ուսանողը արդեն գոնե 90%-ով իմանա, թե որ մասնագիտությունը պետք է ընտրի, բայց կարծես թե պրակտիկայում դա այդքան էլ մեզ մոտ չէ, մեր իրականությունում կարծես այդքան էլ դա այդպես չէ, եւ հաճախ այնպես է ստացվում, որ բուհ ընդունվող ուսանողները բուհում են ընտրում իրենց մասնագիտությունը, ընդունելության պահին են ընտրում, այսինքն նույնիսկ այն մակարդակի ընտրությունը, որ ոլորտն են ընտրում, ոչ թե հայ ենթամասնագիտությունը։ Եվ դա արդեն գալիս է, իհարկե, դա արդեն դպրոցի մակարդակի խնդիր է, որ պետք է այդ մակարդակում խնդիրը լուծել, որ բուհում արդեն կան պատրաստի ֆիլտրված մասնագետներ, որոնք կլինեն ամեն մեկը իրեն հստակ տեղում, եւ պատկերացրեք, եթե ուսանողը, արդեն նոր ուսանողը գա արդեն իմանալով իրեն ինչ է պետք, պարզ չէ նրա մոտ մոտիվացիան, որ շարունակի, ինչպես օրինակ նշեցի, մագիստրատուրա, ասպիրանտուրա դառնա հետազոտող, գիտնական, շատ ավելի շատ են, որովհետև նա իր հետաքրքրության շրջանակներում է հենց հիմի սովորում եւ գործում։ Բայց քանի որ մեզ մոտ այդպես դա այդքան էլ այդպես չի, ստացվում է այնպես, որ մարդիկ հիմնականում ուսանողները բուհը բակալավրիատը ավարտում են եւ եթե ճիշտ ասեմ, սխալ չասեմ, կստացվի, որ 50%-ն էլ իրենց մասնագիտությամբ չեն աշխատում, այսինքն եթե ես ասեի 50%, դա շատ լավ թիվ կլիներ, բայց դա ցավոք այդպես էլ չի։ Դե մենք նկատում ենք, որ մարդիկ այդ հայտը լրացնելուց, երբ որ գարցեն համալսարաններ ընդունվելու, իրենք նայում էին ժամանակին, եթե 10 հայտի հնարավորություն կար, նշում էին առաջին երկու կետով իրենց ուզածը, հետո ինչ որ պատահական մասնագիտություններ ու թե որը արդեն կպատահեր, իրենք այդտեղ գնում էին, ընդունվում էին սահմանված իրենց բալերի չափով։ Մենք շատ հաճախ նկատում ենք, որ մեր օրերում կան մասնագիտություններ, որոնք ինչ որ կուրսերով հնարավոր է այլ ընտրանքային ձևերով սովորել ու մտնել աշխատաշուկա, դրանք շատ են ու անընդհատ շատանում են, պահանջարկից ելնելով, երբ որ համացանցի դարում սկսում են պահանջարկը շատանալ, մասնագիտությունները սկսում են շատանալ դրա հետ մեկտեղ։ Ձեր ոլորտում առհասարակ հնարավոր է ինչ-որ մի ամսյա, մեկ տարվա կուրսով, 6 ամսյա կուրսերով դառնալ այս ոլորտի մասնագետ ու մտնել աշխատաշուկա։ Ուրեմն նախ նշեմ իմ մասնագիտական ուղղվածությունը ինչ է եւ այնուհետեւ արդեն մանրամասնեմ, իմ մասնագիտությունը կոչվում է ավտոմատացում եւ կառավարում, իսկ ես մասնագիտությամբ ավտոմատ կառավարման համակարգերի ինժեներ եմ։ Ինչ է իրենց ենթադրում մասնագիտությունը։ Քանի որ մասնագիտությունը իրենց ենթադրում է շատ խորը գիտելիքներ ֆիզմատ ոլորտում, կարելի ասել այն նույնիսկ ինչ որ առումով հանդիսանում է կիրառական մաթեմատիկայի ճյուղ, սակայն որը դու կարող ես արդեն պրակտիկ իմպլեմենտացնել, արդեն օգտագործելով որոշակի ծրագրավորման գործիքներ, այսինքն դու սկզբից թուղթու գրիչի վրա թեկուզ կամ հատուկ ծրագրային ապահովումներ օգտագործելով ինչ որ մի խնդիր ես մոդելավորում, մաթեմատիկորեն գրում ես, հաշվի առնելով ֆիզիկայի օրենքները կամ աերոդինամիկայի, հա, եթե օրինակ խոսքը թռչող սարքերի մասին է։ Այնուհետև նոր վերջին этаպում դու ծրագրավորում ես իրականացնում, այսինքն քո գրված ալգորիթմը համակարգչին ես տալիս, որպեսզի այն իրագործի։ Եվ հետեւաբար այն հարցը արդյոք հնարավոր է այստեղ օրինակ 6 ամսյա կամ մի տարվա կուրսերով հասնել նմանատիպ մակարդակի, կարծում եմ, որ ոչ։ Քանի որ ինչպես նշեցի, օրինակի համար ֆիզմատ գիտություն, ֆիզմատ առարկաները սովորելը դա ինքնին հեշտ բան չէ, դրա համար մարդիկ սովորում են 4-6 տարի, դառնում են ֆիզմատ գիտությունների թեկնածու, հա, որպեսզի կարողանան ինչ-որ բարձր մակարդակի գործունեություն իրականացնել։ Եվ հետեւաբար, ինչպես դուք նշեցիք, այո, կան ոլորտներ, օրինակ, ուղղակի վեբ ծրագրավորումը, հա, որպես օրինակ ասեմ, այդտեղ այո, հնարավոր է, եթե տաղանդավոր մարդ է, շատ արագ ընկալում է, կարող է 6 ամսում կամ 1 տարում կամ 1.5 տարում արագ կուրս անցնել եւ մտնել աշխատաշուկա, սկսել արդեն աշխատել եւ աճել, զարգանալ։ Իմ մասնագիտության մեջ դա միայն բավարար չէ, քանի որ օրինակ հենց ծրագրավորումը իմ մասնագիտության մեջ դա մի հերթական մի գործիքն է, այսինքն հերթական մի этап է, կարելի ասել նույնիսկ վերջին этаպն է։ Մինչև այդ դու սկսում ես արդեն գիտական կամ գիտատեխնիկական աշխատանք, սակայն նշեմ, որ ծրագրավորումն էլ վերջի этаպ չէ, կա նաև էքսպերիմենտալ этаպ, այսինքն դու ինժեները ինչ է անում։ Նախ խնդիրն է ձևակերպում, բաժանում մասերի, սկսում է խնդրի լուծումը կամ մոդելավորումը իրականացնել կամ թուղթուգրիչի վրա կամ համակարգչով
իրականացնում է իմպլեմենտացիա, ծրագրավորում եւ այնուհետեւ որևէ իրական սարքի վրա սկսում է, այսինքն օրինակ ինչ հետազոտության առարկա, հա, օրինակ բարձրախոսի ինչ որ նոր բան ես, հա, նախագծում, դու դա իրականացրեցիր, ծրագրավորեցիր, դու պետք է վերջում իրականացնես ստուգում։ Դա էլ առանձին մի գիտություն է, ստուգում իրականացնել, հա, դա հենց հետազոտությունն է ինքնին արդեն, որ նշում ենք հետազոտող, այսինքն դա իր մեջ արդեն պարունակում է հստակ որոշակի փուլերով անցնող ճանապարհ, որը ցավոք սրտի 6 ամսում կամ մի տարում չես կարող դու հասնել այդ մակարդակին։ Մեր պատկերացումներում ինժեներները մեծ կոնստրուկցիաների հետ աշխատող մարդիկ են, ցավոք սրտի մենք այդպես ենք պատկերացնում շատ ժամանակ, մտածում ենք, որ կա ինչ-որ շինություն, որի վրա աշխատում են այդ մարդիկ, բայց մենք մոռանում ենք, որ այդ ինժեներ ասվածը նախ գիտական ոլորտի ճյուղ է, ինժեներները այն մարդիկ են, ովքեր նախագծում են մեծ նախագծեր, մեծ ծրագրեր, հստակ ինչ-որ սահմանում կա ով է հենց ինժեները։ Այդպես որպես այդպեսին կարելի ընդհանրապես ես ժամանակին ուսումնասիրում եմ այդ հարցը, ասում են, որ ինժեները եւ գիտնական իրար շատ մոտ հասկացություններ են, բայց կան որոշակի տարբերություններ։ Տեսեք, ինժեները իմ կարծիքով, սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, ավելի շատ աշխատում է իրական սարքերի, ինչպես նշեցի, կոնստրուկցիաների։ Այո, դա պատահաբար չի, որ այդպեսի հասկացողություն է մտել, քանի որ ինժեներները շենքեր են կառուցում, ինժեներները տիեզերանավեր են կառուցում, ինժեներները կառուցում են տեխնոլոգիաներ, հա, այսպես ասեմ, կամ այլ կերպ ասած իմպլեմենտացնում են, կամ այլ կերպ, չնայած որ ինժեների գործի մեջ նաև մտնում է նախագծում գիտական աշխատանք, գիտական հոդվածներ տպագրել, հա, այսինքն դա միայն ձեռի գործ չէ կամ ծրագրավորումը չէ։ Նշեմ, որ ինժեներությունը ինքը շատ ճյուղերի է բաժանվում, կա օրինակ ինժեներ-կոնստրուկտոր, հա, հավաքում է սարքերը, կա ինժեներ ծրագրավորող, անգլերեն ասում են software engineer, ճիշտ է, այսինքն նա ոչ միայն կոդ է գրում, այլ նա նախագիծ է իմպլեմենտացնում, դրա համար է կոչվում software engineer, էլի, կա ինժեներ էլեկտրոնիկայի մասնագետ եւ այդպես շատ ինժեներներ կան, բայց եթե զուտ նայենք որպես օրինակ ասում ես, այս մարդը գիտնական է, գիտնականը իմ կարծիքով ավելի շատ զբաղվում է ավելի խորքային խնդիրներով, այսինքն Ալբերտ Էյնշտեյնի օրինակը, դասական գիտնական, ճիշտ է, վերցրեց օրինակ գրավիտացիայի խնդիրը եւ սկսեց ամենայն խորությամբ ուսումնասիրել եւ եկավ որոշակի արդյունքների, նա չարեց որոշակի ռեալ փորձարկումներ, չսարքեց ոչ մի բան, ուղղակի մտավոր աշխատանքի արդյունքում A կետից, ինչպես ինքն էր ասում, չէ, երևակայությունը ամենուր, այ երևակայությունը օգտագործելով իրեն հասցրեց մի հատ շատ նոր տեղ, որտեղ դեռ մարդկությունը չէր եղել, կարելի ասել։ Ոչ միայն իրան, մեզ էլ հետ հասցրեց։ Այո, ամբողջ մարդկությանը տարավ, այնպես որ գիտնականներ եւ ինժեներներ իրար հետ շատ մոտ են, շատ առնչվում են, բայց նաև այո, կան տարբերություններ, որ օրինակ գիտնականը, որը ուղղակի զբաղվում է տեսական, չէ, դա էլ իր ճյուղերն ունի, կա գիտնականը էքսպերիմենտատոր, կա գիտնական տեսաբան, չէ, էլի որոշ տարբերություններ կան, բայց մեծամասամբ նման են շատ։ Տես, մարդիկ սովորում են բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա, եթե մի պահ բակալավրիատին ու մագիստրատուրային անդրադառնանք, շատ ժամանակ մենք լսում ենք թե անիմաստ էր այս 4 տարին, որ ես սովորեցի, սա լսում ենք այն մարդկանցից, ովքեր մինչև իրենց ավարտելը աշխատում են, բայց աշխատում են այլ ոլորտներում, ոչ այս ոլորտում, որտեղ որ սովորում են։ Եթե հստակ վերցնենք մարդ, դիցուկ ինչ-որ մեկը, ով սովորում է 4 տարի բակալավրիատ, 2 տարի մագիստրատուրա, հետո ոնց պիտի անցնի այն ճանապարհը, որ մտնի աշխատաշուկա, այս ոլորտում ինչ հնարավորություններ կան հայկական իրականության մեջ, որ մագիստրատուրան ավարտած, մագիստրոսի կոչում ունեցող մարդը կարողանա տեղավորվել աշխատաշուկայում։ Իրականում որոշ ձեռնարկություններ, հիմնարկություններ ինժեներական ոլորտում կա, կարող եմ ամենաակնառուն նշել եւ բոլորին հայտնի, օրինակ ինժեներական քաղաքը հայտնի, որ գտնվում է Բաղրևանդում, այնտեղ ես ինչքանով որ տեղյակ եմ, նույնիսկ ուսանողներին վերցնում են պրակտիկայի, հա, internship-ի, աշխատանքի, որոշակի դե պարզ է, դեռ ուսանողը չունի ամբողջական վերջնական գիտելիք, բայց արդեն իր ինչ որ մի կուտակած գիտելիքը այնտեղ կարող ես կիրառել։ Հայաստանում կան այսպես ասեմ, կան ռազմական ոլորտի շատ ինժեներական ընկերություններ, որոնք պատրաստ են վերցնել
այս ոլորտը սովորող, հա, նույնիսկ տեսեք, չեմ ասում ավարտած, սովորող ուսանողներին եւ տալ պրակտիկայի զարգանալու հնարավորություն։ Եվ ես կարծում եմ, որ այո, այս ոլորտը հիմա զարգացող է, նամանավանդ նոր արհեստական բանականության ներմուծմամբ արդեն շատ նոր խնդիրներ են ի հայտ գալիս, որտեղ կարելի է լավացնել քո տեխնոլոգիան կիրառելով արհեստական բանականության մեթոդները, ավելի այլ կերպ ասած դարձնել համակարգը ավելի խելացի։ Եվ այո, հիմնականում կա այն խնդիրը, որ տեսեք, անհնար է, հա, սպասել մինչև ուսանողը ավարտի եւ նոր իրեն ընդունել աշխատանքի, ինչու, որովհետեւ ձեր նշած խնդրի համաձայն մեզ մոտ ուսանողները գալիս են, 4 տարի սովորում են, ավարտում են եւ ասում են ինչու համար ես այս 4 տարին ծախսեցի, փաստորեն խլելով եւ իրենց ժամանակը, ինչու չէ նաեւ գումարը եւ դասախոսների ժամանակն են փաստացի խլում, դրանով իսկ եւ էներգիան, եթե մենք լուծենք այս խնդիրը, որ արդեն տեսեք գնանք էլի հետ գանք դպրոցներին, լուծենք այն խնդիրը, որ աշակերտը, որը պետք է դառնա ուսանող, գա արդեն իմանալով ինչ է ցանկանում, իհարկե այստեղ այլ խնդիրներ էլ կան կախված բուհերի որակի, մակարդակի, հա, լաբորատորիաների հետ։ Եթե այդ խնդիրները լուծենք, մենք մեծամասամբ արդեն կունենանք ուսանողներ, այն իմ ասած 50%-ով գոնե խմբի 50%-ը սկսի իր մասնագիտությամբ աշխատել, օրինակ ռադիոֆիզիկա, աշխատի ռադիոֆիզիկայով, կամ ծրագրավորողը, հենց չնայած ծրագրավորողները այդ խնդիրները չունեն, այլ օրինակ ասեմ, օրինակ տնտեսագետը աշխատի տնտեսական, այո, ոչ թե տնտեսագիտություն ավարտի, գնա կուրսերը վերցնի, դառնա ծրագրավորող, ինչպես հայտնի է։ Եթե այդ խնդիրը լուծվի, մեծամասամբ մեզ մոտ ես կարծում եմ մենք նույնիսկ շատ ավելի մրցունակ կդառնանք ամբողջ աշխարհում, եթե մեր ուսանողների գոնե 50%-ը աշխատեն իրենց մասնագիտությամբ։ Սովետական միության տարիներին ես ինչքանով որ ուսումնասիրել եմ, ակնհայտ էր դառնում մի բան, որ սովետական միությունը ուներ հստակ պահանջարկ ինչ որ մասնագիտության, ու ինքը այդ հստակ պահանջարկով երևի մի 50-ից 100 ավելցուկ ուսանողով պատրաստում էր այդ ոլորտի մասնագետներ, ստեղծում էր, բացում էր այդպիսի բուհեր, դրանցից մեկը Երևանի պետական համալսարանն էր, մեկը պոլիտեխնիկական համալսարանը, ճարտարագիտական համալսարանը, դրանք հստակ բուհեր էին, որոնք տալիս էին հստակ մասնագետներ ոչ թե ուղղակի, այլ հենց նպատակով, որ այս ոլորտում կա այսքան պահանջարկ, 4 տարի հետո կամ 5 տարի հետո այս մարդը գնալու է տեղ աշխատելու։ Մեր մոտ այդ կարծրատիպը ես ենթադրում եմ Բոլոնյան համակարգից հետո սկսեց փոխվել, որ բակալավրիատը առանձնացավ մագիստրատուրայից դարձավ 4 եւ 2 տարի, դրանից հետո արդեն հստակ պահանջարկը կորեց, թե որ մասնագիտության համար ինչ պահանջարկ կա, ոնց պիտի ավարտեն։ Մեր համար երևի թե ամենանպատակայինը Հայաստանի Հանրապետությունում դեռ պահպանում է իր դիրքերը պոլիտեխնիկական համալսարանը այն առումով, որ ինքը տալիս է մասնագետներ հստակ, որ այդ մասնագետները կարողանում են շուկայում շատ արագ գտնել իրենց տեղը։ Որքանով է համալսարանների մեջ այդ մրցակցությունը, դու արդեն որպես ավարտած ասպիրանտուրան ավարտած մարդ, ինչքանով է մյուս համալսարանների հետ մրցակցությունը, եթե կան այդպիսիք։ Տեսեք, քանի որ մենք խոսում ենք ընդհանրապես տարբեր ոլորտների մասին, օրինակ պոլիտեխնիկական համալսարանը ինչու է, որ կարողանում է շատ մասնագետներ տալ, որովհետև հենց պոլիտեխնիկ այդ բառը ինքնին բազմակողմանի, այսինքն պոլիտեխնիկում կան շատ ենթամասնագիտություններ, որ կարելի ասել, ճիշտ է, պրակտիկայում այդքան էլ այդպես չի ստացվում, որ բոլորը իրենց մասնագիտությամբ չեն աշխատում, բայց տեսականորեն այնպես է, որ համարյա շուկայի բոլոր բացերը կարա լրացնի, եթե ամեն ինչ ճիշտ աշխատի։ Եվ մրցակցության վերաբերյալ, տեսեք, այստեղ չեմ կարող ասել, որ հստակ կարելի է մրցակցության նիշ սահմանել համալսարանների միջև, ինչու, որովհետև ենթադրենք տնտեսագիտական համալսարան, դու չես կարող համատել պոլիտեխնիկական համալսարան, որովհետև տնտեսագիտական համալսարանում գնում է այն ուսանողը կամ աշակերտը, որը ցանկանում է զբաղվել ֆինանսներով կամ հաշվապահությամբ, բայց եթե օրինակ դիտարկենք ԵՊՀ-ի, հա, օրինակ ֆիզիկայի ինստիտուտի հետ ձեր ֆիզիկայի մասնաճյուղը օրինակ։ Դե այստեղ ամեն մի բուհ ունի իր պլյուսները եւ մինուսները, օրինակ
ինչքանով տեղյակ եմ ԵՊՀ-ում նույնիսկ վերջերս մոտ մի ամիս չկա բացվեց լաբորատորիա, չէ, ֆիզիկայի հետ հարի, ճիշտ եմ հիշում։ Ես էլ եմ տեսել։ Այստեղ մրցակցությունը արդեն տեսեք գնում է նույնիսկ լաբորատորիաների մակարդակով։ Այսինքն ես կարծում եմ, որ առողջ մրցակցության համար բուհերի միջև պետք է ոչ միայն ուսանողներին խրախուսել, որը առաջի խնդիրն է, որ գիտությամբ զբաղվեն, այլ պետք է խրախուսել պրակտիկորեն ստեղծելով լաբորատորիաներ։ Օրինակ հենց իմ օրինակը այդպես եղավ, ես ինքս իմ գործունեությունը սկսեցի պոլիտեխնիկական համալսարանի օդային ռոբոտատեխնիկայի լաբորատորիայից։ Եվ այնուհետև այդպես գնաց արդեն իմ գործունեությունը եւ կարիերան, եւ պատկերացրեք, եթե չլիներ այդ լաբորատորիան, ես երիտասարդ, արդեն գիտելիքի պաշար ունեմ եւ ցանկանում եմ ինչ-որ միտեղ տեսնել, իմպլեմենտել, նյութականացնել եւ դա չլիներ։ Աստված գիտի, արդեն ես ինչ ուղղվածությամբ կգնայի, միգուցե էլի տեխնիկական ուղղվածությամբ, բայց արդեն կարող է ուրիշ մասնագիտությամբ աշխատեի։ Հիմա պատկերացրեք արդեն հենց ներկայիս երիտասարդ ուսանողներին, որ լավ ուսանող է, լավ սովորում է, բարձր գնահատականներով, ունի գիտելիքի պաշար, եւ ինքնին արդեն մեջդ այդ հակումը ծնվում է, որ ցանկանում ես գնալ եւ որևէ բան անել, ստեղծել, չէ, երբ որ գիտելիք ունես, արդեն այդպիսի ցանկությունը առաջանում։ Եվ բնականաբար լաբորատորիաներ ստեղծելով, շատացնելով, այդպես մենք արդեն մրցակցությունը բուհերի միջև կբարձրացնենք եւ ուսանողը արդեն դժվար ընտրության առաջ կկանգնի։ Արդյոք ես պոլիտեխնիկի ֆիզիկայի ֆակուլտետը ընտրեմ, որտեվ այստեղ կա այսինչ սարքավորումները, որտեվ օրինակի համար ես փոքրուց հետաքրքրված եմ, այսինչ էքսպերիմենտ անելով, թե ԵՊՀ-ին ընտրեմ, որտեվ ԵՊՀ-ում կան ավելի լավ, որպես օրինակ, սարքավորումներ։ Եվ կարծում եմ այդպես էլ արդեն կզարգանանք։ Մեր մոտ գիտնականի ընկալումը, գիտնականի դերը մի փոքր ըստ իմ պատկերացմամբ շատ տարբերվում է հասարակության մեջ այն առումով, որ մենք գիտնականներին պատկերացնում ենք բավականին տարիքով մեծ։ Այո։ Այս գիտության երիտասարդացման մասին եմ ուզում խոսենք։ Երիտասարդ տարիքում զբաղվել գիտությամբ, սա առհասարակ ինչ է տալիս մասնագետին, որ ինքը զբաղվի գիտությամբ ու այդ գիտությամբ զբաղվելու լավ կողմը որն է։ Գիտությամբ զբաղվելու լավ կողմը ընդհանրապես գիտնականի համար ամենալավ բանը դա սովորելն է։ Գիտելիք քաղել, սովորել եւ իհարկե վերջում դա նյութականացնել, ստեղծել ինչ-որ մի արդյունք, գիտական արդյունք։ Գիտնական դառնալու լավ կողմը թերևս սովորելն է գիտնականի համար, բայց դա որպես անձ, դու այնքդ քո համար, բայց դա շատ կարևոր է նաև երկրի համար, որ մարդը կայանա որպես գիտնական։ Այո, այդպիսի կարծրատիպ կա, որ գիտնականները դրանք տարիքով մեծ մարդիկ են, դասախոսներն են մեր, բայց օրինակ նայում ես երիտասարդին, դու չես պատկերացնում, որ այս երիտասարդը հենց հիմի ինչ որ շատ կարևոր բան է ստեղծում, որը կարող է երկրին ծառայել, կամ հասարակությանը ծառայել։ Գիտության երիտասարդացումը ինքնին գալիս է իմ նախորոք նշված խնդիրներից, երբ որ ուսանողը արդեն իսկ գա ընկնի ճիշտ իր տեղում, բուհում, ճիշտ մասնագիտության մեջ, բնականաբար այստեղ կա նաև դասախոսների հետ կապված, բուհի որակի խնդիրները, որ պետք է ուսանողի պահանջներն էլ պետք է բավարարվեն, հարցերը չմնան անպատասխան, Եվ այդպես, եթե մենք այնպես անենք, որ ուսանողները արդեն գան եւ զբաղվեն նրանով ինչը որ ցանկանում են, ինքնին իմ օրինակով անկախ իրենց կամքից արդեն կանցնեն այդ ճանապարհը, ավտոմատ կերպով, կանցնեն ճանապարհը եւ կսկսեն ինչ որ առարկա հետազոտել։ Բնականաբար երիտասարդ տարիքում զբաղվել գիտությամբ դա ամենահեշտ բանից չէ, որովհետեւ գիտեք, գիտության մեջ, երբ որ դու մի խնդիր ես հետազոտում, դու փաստացի խնդրի լուծումը գտնում ես լրիվ այլ տեղում շատ հաճախ։ Դու փաստացի պետք է, որ ասում են, տարբեր տեսակետերից պետք է նայես, այսինքն քո մոտ դա զարգացնում է, որ ասում եք ինչով է լավ, քո մոտ դա զարգացնում է խնդրին տարբեր տեսակետներից նայելու ունակությունը կամ խնդիրը մասերի բաժանելու, այնուհետև կտոր հավաքել, այլ կերպ ասած մտածել է սովորացնում գիտությունը։ Մենք քանի որ հասնում ենք մեր տրամաբանական ավարտին, աշխատաշուկայում երիտասարդ գիտնականների համար ինչ հնարավորություններ կան հայաստանյան շուկայում։ Ես ուրեմն ինքս հանդիսանում եմ հետազոտող եւ անդամ մի կազմակերպության, որը կոչվում է CSI, Center for Scientific Innovation and Education, գիտական նորարարությունների եւ կրթության կենտրոն,
Ինչով է այն զբաղվում, երկու բառով ասեմ։ Ուրեմն երիտասարդ եւ բարձր առաջադիմություն ապահովող ուսանողներին հավաքագրում են, հա, կամ ուղղակի մրցույթ է հայտարարվում, որպեսզի լավ ուսանողները գան մասնակցեն եւ այնուհետեւ նրանց հետ անցկացվում են արդեն խմբակային դասեր, պարապմունքներ, արդեն կարելի ասել շատ խորը մակարդակով սկսված օրինակ արհեստական բանականությունից, հա, կառավարման համակարգերից, մասնագիտությունից անցկացվում են ամեն շաբաթյա սեմինարներ։ Տեսեք, սա արդեն ինչ որ նշում եմ գիտնականի կայացման ճանապարհի սկիզբն է, հա, օրինակ մասնակցում են սեմինարներին, պատրաստում են եւ մասնակցում են արդեն կայացած գիտնականների հետ գիտական հոդվածներում են մասնակցում։ Այսինքն տեսեք ինչ դա երազանք է, հա, ուսանողի համար, որը արդեն երիտասարդ տարիքում սկսես գիտական գործունեությանը մոտ որոշակի գործունեություն ծավալել եւ իհարկե հետո նրանց հնարավորություն է տրվում արդեն մտնել աշխատանքի եւ իրենց գիտելիքները արդեն տեսնել ռեալ արդյունքների օրինակով։ Շնորհակալ եմ շատ։ Ձեզ եմ շնորհակալ։ Իսկ ես հիշեցնեմ, որ դուք դիտում կամ լսում եք աշխատանքի ուսուցումը տաղավարում աշխատեց Ալբերտ Ավետիսյանը, իսկ իմ այսօրվա հյուրն էր հետազոտող տեխնիկական գիտությունների թեկնածու Ներսես Ներսիսյանը։ Կհանդիպենք